Բարև ձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Առցանց հանդիպում նվիրված Արևմտյան Հայաստանի մայիսյան արարողություններու օրերուն։ Արցախը եւ Կովկասյան բյուրոն, քաղաքական քննադատական Աշոտ Հարությունյան, Մարգարիտ Եսայան, ցեղասպանությունները պետք է ջանցվին եւ թադաբարդվին, որբեսի չգրտնվին եւ մարդկությունը հասկանա, որ անիգա միջազգային հանցագործություն է։ Հովանես Քելեջյան Մարաշեն, հայ որբերու փրկիչը։ Հայերու դեմ իրականացված ցեղասպանության ինստիտուտ թանգարանը ներկայացուց դերձոր գուլակ հուշագրությունը։ Արցախի մեջ մշակութային ցեղասպանություն գիրակորձվի։ Գոստանտու Բոլսո մեջ հիմնված է Յոզղադի հայերու միությունը։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության կառավարությունը եւ ազգային ժողովը նախադեсած են ամփոփիչ առցանց հավաքը նվիրված մայիսյան պետական արարողություններուն։ Հավաքը պիտի գայանա 2025 թվականի մայիսի 24-ին երեկոյան ժամը 7:30 Փարիզի ժամով, 9:30 Երևանի ժամով Zoom հարթակով։ Օրագարկին մեջ ընդգրկված են 3 խորհրդանշական օրեր։ Մայիս 9 Արևմտյան Հայաստանի Հանրապետության սահմանադրության օր, մայիս 11 Արևմտյան Հայաստանի ճանաչման օրը ամնի գոմե, մայիս 24 Արևմտյան Հայաստանի ազգային ժողովի ստեղծման օրը։ Հավաքը պիտի կատարվի հայերեն եւ ֆրանսերեն լեզուներով։ Մանրամասնության համար կարելի է այցելել մեր պաշտոնական կայքեջ։ 1921 թվականի հուլիս 5-ին Կովկասյան բյուրոյի որոշումով Արցախը հանձնվեցավ Ադրբեջանին առանց հաշվի առնելու դեղական հայ բնակչության կամքը։ Այս որոշումը իրավական տեսանկյունեն գոբիտ միջամտություն էր հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքին դեմ։ 1923 թվականին ստեղծվեցավ միայն Լեռնային հատվածը ընդգրկող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ 4160 քառակուսի կիլոմետր տարածքով, մինչդեռ դաշտային հայկական գյուղերը միացվեցան Ադրբեջանին։ Այս քայլը շարունակություն Փարիզի խաղաղության համաժողովին թուրք-ադրբեջանական թիվանակիտական ծրագրին Արցախի մասնատման ուղղությամբ։ 1936 թվականին նոր սահմանադրությամբ մարզի տարածքը անվանափոխվեցավ հայերու ինքնավար մարզ Լեռնային Ղարաբաղի մեջը վերածվեցավ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի։ Այսպիսով չնչվեցան հայկական ինքնության բոլոր իրավական շեշտադրումները։ 1921-ին 1936 թվականներուն այս ամբողջ գործընթացը հանդիսացավ միակողմանի եւ նպատակային քաղաքականություն ուղղված Արցախի հայության ինքնության, ինքնավարության եւ պատմական իրավունքներուն ոչնչացմանը։ Մարգարիտ Եսայան ձիձեռնագապերտի մեջ առավոտի հետ զրույցի ընթացքին կպատմի։ Արևելյան Հայաստանը դարիներ շարունակ հարկանքի դուրք մատուցած է զոհերուն հիշադակին։ 2015 թվականին ազգային ժողովը միացայն ընդունեց հույներուն ցեղասպանությունը թադաբարդող բանացևը։ Սա հստակ հիշեցում մնե, թե բոլոր ցեղասպանությունները պետք է ջանցվին եւ թադաբարդվին, որբեսի անոնք չգրտնվին։ Ցավոք 21-րդ դարուն դարձյալ ականադես եղանք ցեղասպանության Արցախի հայաթափումին։ Իրակորձվեցավ էթնիկ զդում, իսկ աշխարհը լրեց։ Առաջին հերթին մենք պետք է թադաբարդենք Օսմանյան գայսրության կողմէ հայերու դեմ գործված ցեղասպանությունները, սկսյալ Աբդուլհամիդի գազམ་ագերբած չարտերեն Արևմտյան Հայաստանի մեջ, մինչև մեր օրերու Արցախի մեջ իրականացված էթնիկ ցեղասպանությունը։ Հայերու դեմ իրականացված ցեղասպանության դարիներուն, երբ հազարավոր հայեր արտաքսվեցան եւ ծրվեցան Սուրյո անապատներուն մեջ, Մարասի Հովանես Քելեջյան կարողացավ իրականացնել անկին եւ մարդասիրական գործը փրկելով հազարավոր հայ որբեր, որոնք կգտնվեին մահվան եզրին։ Անոր անձնվեր չանքերուն շնորհիվ բազմաթիվ մանուկներ փրկվեցան անապատի մենակութենեն եւ ստացան նոր կյանք, հերու ավերումեն եւ դժբախտութենեն։ Հովանես Քելեջյանի գդարած մարդասիրական գործունեությունը փայլուն օրինակ մնե ասկանվեր նվիրվածության եւ վեհանցնության, որ արժանի է հավեր հիշողության։ Մայիսի 17-ին հայերու դեմ իրականացված ցեղասպանության թանգարան ինստիտուտը ներկայացուց դերձոր գուլակ գիրքը, որ հիմնված է ցեղասպանությունը եւ ստալինյան բռնաճնշումները վերապրած Տիգրան Մագարյանի կյանքին վրա։ Սա վերապրածներու հուշերուն նվիրված գիրքերու շարքին 13-րդ հատորն է։ Տիգրան Մագարյան անցած է դերձորի եւ գուլագի ջամփաներու միջով, աշխատած է խորհրդային Հայաստանի մեջ, ապա աքսորված Սիբիր եւ դարիներ վերջ վերադարձած, հասնելով մասնակիտական վերականգնման։ Գրքի հեղինակ պատմապան Ռոբերտ Տատոյան նշած է, որ ուսումնասիրության ընթացքին բացահայտված է մինչ այդ անհայտ մնացած թեփը զեյթունցիներու զինված ապստամբությունը դերձորի մեջ։ Չնայած այն ճնշված է, այնուամենայնիվ ներկայացված է որպես հերոսական դիմադրություն։ Շարքի գլխավոր խմբակիր Հարություն Մարության ընդգծած է, որ հուշագրությունը կընդգրկե ամբողջ 20-րդ դարու դժվարությունները, ցեղասպանություն, պատերազմ, բռնաճնշումներ։ Այն ոչ միայն պատմական արժեք ունի, այլև հայրենասիրական եւ մարդկային խորիմաստ նյութ է։ Շարքի մյուս հատորները հասանելի են թանգարանի գրախանութին մեջ, իսկ մինչև դարեվերջ պիտի հրատարակվին եւս 3 հատոր։
Արցախցի իրավապան Ռաֆայել Մարտիրոսյան կհայտարարե, որ Բաքվի գոմե Արցախի պատմամշակութային ժառանգության ոչնչացումը մշակութային ցեղասպանություն մնե։ Անոր խոսքով Ադրբեջանը կչնչի հայկական մշակույթի հետքերը, որոնք հետագային կփորձե օգտագործել քաղաքական եւ իրավական նպատակներով։ Ռաֆայել Մարտիրոսյան կշեշտե, որ Ադրբեջանի գործելավոճը շարունակական բնույթ ունի։ Նման օրինակներ կնկատվին նաեւ Նախիջևանի եւ Արևմտյան Հայաստանի տարածքներուն մեջ։ Սեպտեմբերյան հարձակումը Արցախի դեմ ցեղասպանություն մներ, որոնք կհաջորդե մշակութային հետքերու ճնճումը ապօրինի գործողություններու համար իրավաքաղաքական հիմքեր ստեղծելու նպատակով, ըսավ Ռաֆայել Մարտիրոսյան։ Յոզղադի բուրուն կշլակ յուղի հայերը հանդիպում կազմակերպած են Կոստանդնուպոլսի Սամատիա թաղամասին մեջ, ուր հայտարարած են Յոզղադի հայերու միության ստեղծումը։ Այս մասին կհաղորդե Ագուն Կայքը վկայակոչելով Կոստանդնուպոլսո Ագոս հայկական շաբաթաթերթին մեջ հրապարակված լուրը։ Միության նախագահ ընտրված է Հովսեփ Արզուման։ Սիրելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան ենք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։